Բարի լույս բոլորին, սիրելիներս, այսօր մեզ մոտ ավագ ուրբաթն է և մենք ուղևորվում ենք դեպի Քույրիկենցս տուն, որպեսզի միասին նշենք Հարության տոնը։ Այդպես սիրելիներս, դե արդեն մենք ճանապարհին ենք, բավականին երկար ճանապարհ ենք անցել, Գանչիկը արդեն խորը քնի մեջ է, ինքը մեքենայի մեջ իրեն միշտ վատ է զգում, գլխացավ, սրտխառնոց է ունենում, այսպես ավելի լավ է, որ ինքը քնում է մեքենայի մեջ։ Ճանապարհն էլ քանի որ շատ երկար է եւ ծանծրալի, մենք էլ այստեղ երաժշտություն ենք լսում, հետաքրքիր թեմաներից ենք զրուցում, որպեսզի շուտ անցնի ժամանակը եւ հասնենք տեղ։ Այստեղ հասել ենք արդեն տեղ, ընտրել ենք, հիմա էլ դրսում Դավիթի հետ եմ զրուցում։ Համ ֆուտբոլ է խաղում, համ էլ պատմում է, թե ֆուտբոլում ինչ հաղթանակներ ա գրանցել, ինչ մեդալներ ա նոր ստացել։ Այդպես սիրելիներս, դե հիմա մենք էլ գնանք ներս։ Մի հատ սրճենք ու դրանից հետո գնանք նվերները հանձնելուն, քանի որ ամեն հանդիպմանը երեխաները անհամբեր սպասում են այդ պահին։ Այստեղ էլ քույրիկս երեխաների համար թրենդային պաղպաղակներ ա գնել, ամեն մեկին տարբեր համերն ա գնել։ Ես էլ կուզեի փորձեի, քանի որ այս պահին պահքի մեջ եմ, չեմ կարող փորձել, պահքից դուրս կամ անպայման ես էլ կփորձեմ այս պաղպաղակներից ու կասեմ համեղ են դրանք, թե ոչ։ Այստեղ երեխեքը փորձարկում են ու շատ են հավանում, ասում են շատ համեղ է, բայց ես սրանք փորձեցի պահքից դուրս գալուց հետո, իմ կարծիքով չարժեր այդքան թանկ վճարել այս պաղպաղակների համար։ Նա ինչ եմ առը նվեր։ Էդի միշտ էիր ուզում մեռնեմ ես քո պատկերին, խելքի կտոր։ Հա? Ով? Հայկոն ինչ գշենք ունի։ Հայկոյի գշենքը մամատ պահել է, ծնունդին պիտի տա, չգիտեմ։ Մամա ինչ է։ Եկել է ուզում է իմանալ։ Հենց էս էիր ուզում։ Ասում է սրանից էի ուզում իմ տղեն։ Մամա այնքան Մաղջիկ։ Նվերը բացի։ Օյա։ Ասի դες ակասենք սվե։ Տեսնա ինքն էլ ունի սրանից, ինչ անենք։ Ավելի կաուտա կուտի։ Հələ, դեր։ Դու լեն մեկ։ Դեր։ Օյա կատում։ Հələ մի հատ ցույց տուր էլի։ Նայն, գայան։ Ուրա կոնը։ Ուզեվի կիսաբացես։ Կիսաբաց լուսամուտներն է։ Հələ Էլեն դու, Էլենինն է սրտիկն է։ Դու ինչ գիտեիր կանչիկը կատուներ ա սիրում։ Մորքուրը։ Հələ հաննա ինքը։ Էս էլ ենք դե պատվիրը, Հələ։ էսի պատվիրել է ես։ Բայց էսի չի պատվիրը։ Այսի սիրուն է։ It's beautiful. Ասպիտիլես դի օրտոգոստես մեկը։ Դեսիմ քիչ Ես էսի հիմա բացատրեմ։ Սրա մեջ կարաս սիրուն Նվերները հանձնելուց հետո արդեն ուշ երեկո է, քույրիկս մեզ պոպոկի մորաբայով թեյ է հյուրասիրում։ Դե ինձ սիրելիներս գնանք թեյը վայելենք, իսկ մենք կհանդիպենք վաղը։ Այստեղ արդեն շաբաթ օր է, ձուն ենք ներկում, այստեղ հետաքրքիր այսպիսի ներկելու ձևեր կան, տոպրակների մեջ դնում ենք, գույները լցնում ենք ու դնում ենք ջրի մեջ, այսպես եփում ենք, շատ լավ գույն է ստանում։ Ձուն թող այստեղ ներկվի, իսկ մենք գնանք ձուկը մաքրենք, արագ ձուկն էլ դնենք վրան։ Հիմա ասեմ ձկան իմ պատրաստման տարբերակը, ձուկը այսպես մաքրում եմ, լավ լվանում եմ, կտրում եմ 3 մասի, քանի որ ինքը բավականին մեծ չի, փոքր ձկներ են, վրան դնում եմ դափն ու տերև, սև հատիկավոր պղպեղ, աղ, համեմ, մի փոքր կարագ եւ եփում եմ իրեն գինով։ Այստեղ եփելու եմ սպիտակ գինով, ամբողջությամբ գինու մեջ չի լինել։ Այսինքն կաթսայի տակ մի փոքր գինի է լինելու եւ եփվելու է գինու գոլորշով, այդպես ասեմ։ Այստեղ արդեն ձվերը ներկվել են, նայեք ինչ գեղեցիկ գույն են ստացել։ Հիմա սեղանը պատրաստենք, որպեսզի երեկոյան գնանք եկեղեցի, հայկական եկեղեցին գտնվում է Հոլանդում։ Չեմ հիշում վլոգի սկզբում ասել եմ թե չէ, ասեմ, որ այդ եկեղեցին գտնվում է Ալմելո քաղաքում, Քույրիկենցստանից 50 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Դե պահքը պահել ենք, այսօր էլ ծոմ ենք պահում, դեռ ոչինչ չենք ուտում, որպեսզի գնանք հաղորդություն ստանանք։ Հիմա սեղանն են գեղեցիկ պատրաստում, որ հետ վերադառնանք, նստենք եւ նշենք Հարության տոնը։ Այստեղ արդեն լավաշներն էլ եմ կտրատում։ Քույրիկենցս տարածքում կա մի հայ ընտանիք, ովքեր որ այսպես լավաշներ են պատրաստում եւ վաճառում են։ Գերմանիայում ինքը բավականին հայտնի են, խաչիկի լավաշ, այդպես են ասում, իրենցից ենք պատվիրում։ Մի խոսքով սա է լավաշի մասով, այստեղ համարյա թե սեղանը պատրաստ է, ուտեստները պատրաստ են, սպանախը տապակել են, քույրիկս չամիչով բրնձով փլավը եփել է, իր մոտ շատ համով է ստացվում չամիչով բրնձով փլավը։
Ահա արդեն նստել ենք մեքենան, գնում ենք, ուղևորում ենք դեպի Հոլանդ, պատարակը ժամը 4-ին, երեկոյան 4-ին է լինելու։ Մենք դե մի ժամ շուտ ենք դուրս եկել, որ հասցնենք 4-ին այնտեղ լինենք, պատարակին մասնակցենք։ Քանի որ շատ մարդիկ են գալիս, իսկ ներսում արդեն տեղ չի լինում, եթե մի փոքր ուշանանք։ Այդպես սիրելիներս հասնեմ տեղ, նորից կմիանամ ձեզ։ Կանք հայկական եկեղեցի զանգերը տվեց, արդեն պատարակը սկսում է։ Պատարակը վերջացավ, հիմա մարդիկ դուրս են եկել։ Ոյ, արդեն գնում են բոլորը, նշխարք են վերցրել, այստեղից լույս ենք տանում։ Հələ Հայկո ջան։ Նշխարքն է։ Մի հատ արագ գալիս եմ այս Ոյ։ Եղեռնի զոհերի հիշատակետ հուշահամալիրի մոտ, այստեղ հայկական դրոշն է լքամուց, ոնց է քրքրվել մեր դրոշը, օրանջիայի դրոշն է ու սա է այստեղ, դենամուրը գրավ կա, վառած աղավնիները, չէ կրակը հանգած է, իսկ ես կողմում էլ նոյի տապանն է, փայտից երևում է, կարող եմ անցնեմ են կողմի վրա, մի հատ, էդ էր նկարեմ, մերոնք ուշքները գնում է, բոլորը ծոմ ենք պահել այսօր, եկանք հաղորդություն ստացանք, փակա, չէ բացա, դենամ կկարողանամ անցնեմ, նոյի տապանն էլ նկարեմ, սա էր նոյին տապանն է, խաչը վրան, էլի հայկական եկեղեցու բակում է, մի խոսքով շատ հավես, ամբողջը հայեր են, Հայաստան, նայք մարդիկ, տեղ չկար, ընդհանրապես սկզբում ենք դրան մոտ ենք մնացել, մի կերպ եմ մխրճվել, անցել եմ առաջ, ու տենց, մի խոսքով շատ լավ էր, բայց վաղը առավոտը երևի էլ չենք գա, վաղը արդեն մեր տանը կնշենք, մերոնք ուր են, գնացին ոնց որ, լավ եկեք ես էլ գնամ։ Այդպես սիրելիներս հիմա գնանք տուն, որպեսզի նշենք Սուրբ Հարության տոնը։ Դե ինձ սիրելիներս պատարակից հետո վերադարձել ենք տուն, շատ սոված ենք, հիմա արագ սեղանն ենք պատրաստում, որպեսզի նշենք Հարության տոնը։ Մեզ և ձեզ մեծ ավետիս։ Գանչի վերջ կծրա։ Սիրելիներս այսօր արդեն կիրակի է, նորից ուղևորվում ենք Հոլանդ, որպեսզի մասնակցենք Հարության տոնի պատարակին և այս անգամ 2 ժամ շուտ ենք գնում,
Առավոտյան շատ շուտ ենք արթնացել, որպեսզի շատ շուտ հասնենք տեղ, երեկ հենց ճիշտ ժամանակին էինք հասել, էլ տեղ չկար, անգամ մուտքի մոտ տեղ չկար, առաջ գնալու, մերոնք դրսից են հետևել, ես մի կերպ քրոջս հետ մխրճվել եմ արանքները, դրա համար այսօր որոշեցինք շուտ գալ, որ մեզ տեղ լինի, այստեղ առաջամասում նստենք, որ ամբողջ պատարագը կարողանանք հետևել, լսել, մասնակցել, այդպես սիրելիներս, Քահանան արդեն տեղում է, հիմա երգչախումբն էլ կգա։ Այստեղ ծանոթացանք երգչախմբի երգչուհու հետ, իրեն ղեկավարի հետ, շատ հաճելի կիներ։ Այդպես սիրելիներս, հիմա մանրամասը եկեղեցին նկարում եմ, քան դեռ մարդիկ չեն եկել, դատարկ է եկեղեցին, արագ այսպես նկարեմ, այնուհետև, երբ որ պատարագ սկսվի, հեռախոսները պետք է անջատենք ու մասնակցենք պատարագին։ Այդպես սիրելիներս, ես ձեզ կմիանամ պատարագից հետո։ Պատարագը արդեն վերջացել է, մենք ուղևորվում ենք դեպի տուն, այստեղ մեքենայի մեջ ցույց եմ տալիս, թե մեր գեղեցիկ գունավոր ձվեր հյուրասիրեցին, բոլորին այսպես բաժանեցին, հիմա սրանք կտանենք տուն եւ այնտեղ անպայման սրանցով ձուկը կրվածնենք։ Այդպես սիրելիներս, հիմա գնանք նորից գեղեցիկ սեղանը պատրաստենք եւ այսօր էլ նշենք Հարության տոնը, քանի որ վաղը Էլենայիս ծննդյան օրն է, քանի որ վաղն էլ նշելու ենք Էլենայիս 10-ամյակը։ Դե ինչ սիրելիներս, մնացեք մեզ հետ, դեռ պետք է գնանք եւ օստահազե անենք, այսինքն Զատիկի նապաստակը պետք է շոկոլադներ բերի թաքցնի այգում, երեխաները գնան փնտրեն։ Հիմա գնանք նշենք Հարության տոնը, դրանից հետո գնանք օստահազեի հետևից։ Հարյավ իմ եռելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի մեզ եւ ձեզ մեծ ավետիս հաջող Stutzt der kleine Osterhase, fällt andauernd auf die Nase, ganz egal wohin lief, immer ging ihm etwas schief. Neulich legte die Eier in den Schuh von Fräulein Meier. Früh am Morgen stand sie auf, da nahm das Schicksal seinen Lauf. Sie stieg in den Schuh hinein, schrie noch einmal kurz, oh nein! Als sie dann das Rührei sah, wusste sie schon, wer das war. Stutzt der kleine Osterhase, fällt andauernd auf die Nase, ganz egal wohin lief, immer ging ihm etwas schief. In der Osterhasenschule wippte auf seinem Stuhle mit dem Pinsel in der Hand, weil das so lustig fand. Plötzlich ging die Sache schief, als nur noch Hilfe rief, fiel der bunte Farbentopf ganz genau. Դե սիրելիներս, այսօր էլ այսքանը, մնացեք խաղաղությամբ, իսկ մենք կհանդիպենք վաղը Էլենայիս ծննդյան վլոգում։